Տիկին Գյուրեղյան, որ ասացիք բռնապետիկի կապրիզով ընտրություններ են խմբագրվել, իսկ նկատմամբ Ռոբերտ Քոչյանի ինչ-որ կապրիզներ ա ունեցել ընտրությունների հետ կապված տեղյակ չեմ։ Տիկին Գյուրեղյան, տեղից մի արձագանքեք։ Տիկին Գյուրեղյան, լռեք եւ տեղից մի արձագանքեք։ Խմբակցությունը ձեր բռնապետիկը, այտենց չգիտեմ։ Տիկին Գյուրեղյան, մի վարքյան, պարոն Ալեքսյան, ներողություն, ձեր ժամանակը հիմա կվերականգնեն, Տիկին Գյուրեղյան, ձեզ նախազգուշացում եմ այդ տարում։ Չգիտեմ, հիմա չեք որոշել գալ այս ամբիոնից Ռոբերտ Քոչյանին բռնապետիկ անվանել, հատկապես որ մենք նրա կապրիզներին էլ այդքան առանձնապես ծանոթ չէինք, Տիկին Գյուրեղյան։ Տիկին Գյուրեղյան, լռեք։ Տիկին Մինասյան, դուք էլ լռեք։ Շարունակեք, պարոն Ալեքսյան։ Վերականգնեք, պարոն Ալեքսյան։ Ամեն դեպքում ես պարոն Ռոբերտ Քոչյանին այդ անունով չեմ դիմում ըստեղից, դուք դիմեցիք, ուզում եի ուղղակի հասկանալ, էլի, Տիկին Գյուրեղյան։ Թեթև տարեք, հիմա եկաք ասացիք ինչ եք նեղանում էլ։ Ինչ վերաբերվում է խոստումներ կատարել ու չկատարելուն որպես այդպեսին, սիրելի քաղաքացիներ, ես ուզում մի շատ կարևոր խոստման կատարման մասին խոսել ձեր հետ։ Վերջերս ներդրվեց առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, որը մեր թոշակառուների համար կլինի անվճար։ Այն նույն թոշակառուների համար, որոնց օրինակ Դաշնակցությունը Հանրապետականը, որը հերոսաբարելի լքեց դահլիճը 2018 թվականին, որպես նվազագույն կենսաթոշակ տալիս էին 16000 դրամ, տալիս էին 0 առողջապահական ապահովագրություն, ասում էին գնացեք ապրեք։ Ձերի երեխաներ, որ իմանամ եք, օրինակ 16000 դրամը ձեր քանի օրվա բուֆետի փողն է, 1 ամսվա ենթադրում եմ, կամ լավ այդ վատ դեպքում եմ ասում, տենց մի երեխեքից մեկը ցույցատալի 6, 7, 5, տենց թվերա ցույց տալ երեխեքից մեկը։ Դուք այդ գումարը տալիս եք թոշակառուին, որպես 1 ամսվա թոշակ, դուք 16000 դրամը, դուք 16000 դրամը տալիս եք թոշակառուին, ասում եք գնա ապրի, ավելի ճիշտ ասում եք գնա մահացի, որտեվ 16000 դրամ առանց առողջապահական ապահովագրության շատ դժվար է պատկերացնել, թե ոնց է հնարավոր։ Մենք այդ թոշակը, որի մասին դուք այդքան խոսում եք, 16000 դրամից դարձրել ենք 20% հետ վճարը ներառյալ 43000 դրամ։ Կասեք իհարկե գնա, չգնա, եթե չեմ սխալվում 9000 դրամ ա եղել, որպես այդպեսի։ Ճիշտ չեմ հասկանում։ Դուք մոտավորապես այդ հաշվարկով այդքան է տեղի եղել։ Ժողովուրդ ջան, ցանկացած պայմաններով եռակի 300% գնաց չի եղել Հայաստանի Հանրապետությունում նվազագույն զամբյուղի։ Պարոն Խաչատրյան, չի եղել 300% աճ։ Մոտ 3 անգամ բարձրացել է թոշակը, բայց 300% գնաց չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Հա, ընդունեցիք, ինչ լավ ընդունեցիք, փառք Աստծո։ 300% գնաց է եղել Հայաստանում։ Շատ լավ, եղավ, պարոն Խաչատրյան։ Ինչևէ, սիրելի քաղաքացիներ, 16000 դրամ չնչին թոշակից թոշակը դարձել է 43000 դրամ, որը երազանքի թոշակ չի, որի համար ես ներողություն եմ խնդրում ձեզնից։ Ես կարծում եմ, որ ձեր թոշակը շատ ավելի պիտի բարձր լինի ու շատ ավելի պիտի բարձրանա։ Բայց մենք կարողացել ենք 6 տարվա, 7 տարվա ընթացքում որպես այդպեսին այդ թոշակը բարձրացնել 27000 դրամով։ Գիտեք 6 տարվա ընթացքում նախկին իշխանությունը քանի դրամով է բարձրացրած եղել թոշակը 12-ից 18 թվականներին նվազագույն։ Գիտեք պարոն Խաչատրյան, 3000 12 թվին եղել է 13000 դրամ եւ 18 թվականին դարձել է պարոն Խաչատրյան 16000 դրամ։ 6 տարի ամբողջ կառավարություն պատկերացնեք Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, տենց փայլուն երկու քաղաքական տիտանները գլուխ գլխի են տվել ու ծնել են 3000 դրամի կենսաթոշակի աճ նվազագույն որպես այդպեսին։ Մենք այդ նույն ժամանակահատվածում բարձրացրել ենք թոշակը 27000 դրամով ու մեր թոշակառուներին տվել ենք անվճար առողջապահական ապահովագրություն։ Ես նորից ասում եմ, որ սա բնականաբար բավարար չի, սիրելի թոշակառուներ։ Բնականաբար ձեր թոշակը պիտի շարունակաբար բարձրանա։ Բայց դա ապահովել կարող է մենակ այն իշխանությունը, որ արդեն ցույցատվել, որ 6 տարում կարողանում է 27000 թոշակ ավելացնի, ոչ թե 3000 ավելացնի։ Տիկին Գյուրեղյան, լուր նստած լսում եք, բայց տեղից ընդհատեք, ասեք տենց չի, ինչ չեք ընդհատում։ Գուցե որտեվ չեք կարող ասել, որ տենց չի։ Արմենուհի Ղազարյան